Կարապետյան սահմանադրությունից եմ ուզում ձեզ հարցնել Ադրբեջանից կրկին հայտարարություն է հնչել, որ ազդակներ կան, որ Հայաստանում հանրաքվե կլինի։ Իշխանական падգամավորը քիչ առաջ հայտարարեց, որ դե քանի որ չկա այդ 2/3-ը, ասաց, որ չեն բացառում, որ ընդդիմության շարքերում էլ գտնվեն պետականամետ, ինչպես ինքը ձևակերպեց գործիչները։ Որ պետության շահերը սպասարկող Ադրբեջանի, որ կգտնվեն պետականամետ գործիչներ Հայաստանում ընդդիմության շարքերում, որոնք կողմ կքվեարկեն սահմանադրությանը, իշխան Սաղաթելյանը բացառում է իրենց խմբակցությունից սահմանադրությանը կողմնակից անձինք լինեն։ Ուզում եմ նախ ասել, ձեր ֆրակցիայի դիրքորոշումը հնարավոր է ընթացքում փոխվի, եթե արդեն ամբողջական հիմնավորումները ներկայացվի նոր սահմանադրության, եւ երկրորդ հարցը, դուք եթե օրակարգը արդեն առարկայական դառնա, այսինքն նոր սահմանադրության ընդունման շուրջ գործընթացը մեկնարկի, ինչպես եք, եթե իհարկե պայքարելու եք դրա չընդունման դեմ, ինչպես եք պատկերացնում այդ պայքարը, արդյոք կողմ եք, որ լինի ոչին լայնված ճակատ, նաև արտախորհրդարանական ինչ-որ գործողություններ, այդ գործընթացը մի փոքր մանրամասն։ Անգամ հանրաքվեի անցկացումը պետք է մեր թույլտվությունը, մեր համաձայնությունը։ Ես չեմ տեսնում, որ այսօրվա առաջարկը Ադրբեջանի դա օրինական առաջարկ է մեր երկրի համար։ Իրենք պետք է չորոշեն մեր երկրի սահմանադրությունը ինչպես լինի։ Մենք պետք է գնում ենք խաղաղության պայմանագրին, պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այդ խաղաղության պայմանագիրը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։ Եվ կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քայլերը, քաղաքական քայլերը ունենալու են մի ուղղություն, ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն։ Այսինքն էթնիկ միատար պետություն է, որտեղ 90%-ից ավելի հայ բնակչություն, ինչ է կապնարկում, 4-5 ամսվա ընթացքում, այսօր խոսքի ժամանակ նաև մեր իշխանական գործընկերները երևի չէին լսել խոսքերը, իրենց ինչ-որ տեղից ուղարկում են, մինչև վերջ չեն նայում։ Բազմաթիվ անգամ հարևան երկրի ղեկավարությունը բազմաթիվ անգամ նշել է, որ իրենք ունեն միտք Հայաստանում փոխել էթնիկ ժողովրդագրական վիճակը։ Դուք չեք տեսնում դա։ Այդ սահմանադրությունից դուք չխոսեցիք, պարոն Կարապետյան։ Եմ այնպես, որ իրենց երկրի առաջնորդը 4 ամիս առաջ, մի քանի ամիս առաջ, կարող է արդեն անցել է 4 ամիսը, հայտարարել է, որ իրենք ցանկանում են վերադառնալ Հայաստան, իրենց ասելով վերադառնալ, բայց իրենք այստեղ չեն եղել։ Եվ այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց ծրագիրը երեք էլ հայտարարեցի, եթե դուք ուշադիր լինեք, Ադրբեջանի կրթության նախարարը դասագիրք գրողը երեխեքին մեծացնում են այդ դասագրքերով, ասում է, որ Արևմտյան Ադրբեջանի թեզը մեր ապագա ազգային ինքնագիտակցության մի մասն է լինելու։ Այսինքն դուք 3 միլիոն ժողովուրդ է ապրում եւ Ադրբեջանը մտադիր է մեր երկրի էթնիկ կազմը փոխել, դուք էլ ակնարկում եք 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Մենք չենք ակնարկում, մենք ասում ենք, որ իրենք հայտարարում են այդ թեզը։ Դուք մեջբերում եք եւ ասում եք էթնիկ կազմը փոխելու մասին, բայց փակագծերը չեք բացում։ Դուք ակնհայտորեն նկատի ունեք թեզը, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնալու են։ Բացեմ թեզը, որ իրենք ցանկանալու են Հայաստանում քիչ, ինչպես նշել եմ, դա կլինի տարիների ընթացքում, կգան ֆինանսական ռեսուրսներով, կսկսեն գնել հողատարածքներ, կսկսեն գնել տներ, մեկին ավել գումար կտան, կսկսեն գնել։ Մենք չունենք օրենք, որը սահմանափակում է իրենց կողմից ստեղծված ընկերությունը ինչքան գույք կարա գնի, ինչքան չէ։ Մեր առաջարկը ապրեք, դրա համար մի հատ առաջարկ, Հակա Սապարովյան օրենքը մենք կարողանանք Հայաստանում գործարկենք, ինչ վերաբերում է սահմանադրության հետ կապված, դուք վստահ եղեք Հայաստանում այնպիսի խաղաղության ենք գնալու, որ հարևան ոչ մի երկիր որևէ ձև Հայաստանի ժողովրդագրական վիճակին ներքին գործերի խարդվելուն հնարավորություն չի ունենալու։ Սահմանադրության համար ոչի ճակատ է լինելու։ Սկսում է խմբակցության նիստը ազգային ժողովը պետք է քվեարկի, ազգային ժողովը անդիմությունը չի քվեարկի։ Հնարավոր է մտափոխվեք եւ կողմ քվեարկողներ։ Ինչին։ Սա նոր սահմանադրությանը, թե դուք բացառում եք։ Ադրբեջանի, նայեք, կարևոր հարց է։ Ադրբեջանի կողմից առաջարկող սահմանադրությանը չի
լինի մեր կողմից որևէ դրական վերաբերմունք։ Շնորհակալություն։